Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Երբևէ նկատել եք, թե ինչպես են չվող թռչունները նախքան թռչելը հավաքվում։ Յուրաքանչյուր տարի կռունկները, արագիլները և կարապները թռչում են դեպի հարավ։ Ո՞վ է նրանց ասում, որ պետք է ճամպրուկները հավաքեն։ Աստված Արարիչն է նրանց ուղղորդում։ Նրանք ենթարկվում են նրա ցուցումներին, որն էլ փրկում է նրանց կյանքը։ Որոշ թռչուններ թռչում են ավելի քան 10,000 կիլոմետր և գարնանը վերադառնում են իրենց նախկին բները։ Արդյոք սա հրաշք չէ՞։ Դու լսել ես ամերիկյան ոսկե թռչունի մասին։ Այն ապրում է Ալյասկայում, որտեղ ձյունը երբեք 100%-ով չի հալչում։ Նա ձվից դուրս է գալիս 26 օր անց։ Այդ թռչունների սիրելի կերակուրը որդերն ու լորամրգերն են։ Նրանք աղավնու չափ են, իսկ նրանց փետուրներն ունեն շողշողուն ոսկեկանաչ գույն։ Նրանք լավ չեն քայլում, բայց կարողանում են թռչել, որը նրանց համար ավելի կարևոր է, քան որ ձմեռն անցկացնեն հարավային կղզիներում։ Դա նշանակում է, որ նրանք թռչում են 88 ժամ անընդմեջ։ Գիտնականների համար նրանց ուղևորությունը մեծ առեղծված է։ Մինչև տեղ հասնելը նրանք կորցնում են իրենց քաշի կեսը։ Պատկերացրու, եթե դա պատահեր քեզ հետ։ Թռիչքի ընթացքում նա թևերը թափահարում է 250,000 անգամ։ Կկարողանայիր այդքան ձեռքերդ շարժել առանց հանգստանալու։ Եթե թռչունները ունենային արագաչափ, այն ցույց կտար, որ նրանք թռչում են մոտավորապես 50 կմ/ժ արագությամբ։ Ամերիկյան ոսկե թռչնակը կշռում է մոտավորապես 300 գրամ, և թռիչքի յուրաքանչյուր ժամում կորցնում է քաշի 0,6%-ը։ Հաշվարկը ցույց է տալիս, որ սա սպառման մեծ ցուցանիշ է, քանի որ նախքան վերջնակետին հասնելը մոտավորապես 800 կմ անց պետք է որ ուժասպառ ընկներ ջուրը։ Բայց դա տեղի չի ունենում, որովհետև թռչունները թռչում են վեաձև, այսինքն թռիչքի ընթացքում առջևի թռչողները տեղափոխվում են հետև, այսպիսով խնայում են իրենց էներգիան։ Ոսկե թռչնակը հետևում է Աստծո ցուցումներին, որոնք նա դրել է իր մեջ։ Առանց կողմնացույցի և քարտեզի նա թռչում է գիշերը, ամպերի միջով։ Ավելի երիտասարդ թռչունները, որոնք երբեք չեն եղել Հավայան կղզիներում, միևնույն է, նրանք հսկայական օվկիանոսի մեջ գտնում են կղզին։ Անհավանական է թվում, բայց նրանք հետևում են Աստծո ճիշտ ցուցումներին և երևի շնորհակալության երգեր են երգում նրան։ Արդյոք մենք էլ պետք է այդպես անենք։ Աստծո ճիշտ ցուցումները մեզ համար աստվածաշնչում են։ Ով հետևի դրանց, կհասնի նպատակակետին։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։